Ժողովուրդ օրաթերթը գրում է. վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ չի վերադարձել Եկատերինբուրգից։ Մեր տեղեկություններով հանդիպման ընթացքում քննարկումների փորձեր եղել են, սակայն չի հաջողվել առաջընթաց ապահովել Հայաստանից Ռուսաստան արտանվող ապրանքների շրջարկա սահմանափակումների հարցում։ Չեն կարգավորվել նաև առանձին ապրանքատեսակների ռուսական շուկա մուտքի հետ կապված խնդիրները։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. առաջիկա օրերին ուժեղ Հայաստան խմբի ընտրված պատգամավորները կհանդիպեն Սամվել Կարապետյանի հետ։ Հանդիպման գլխավոր նպատակը լինելու է առաջիկա խորհրդարական գործունեության ռազմավարության մշակումը, պաշտոնների բաշխման եւ քաղաքական առաջնահերթությունների քննարկումը։ Մեր տեղեկություններով խմբակցության ղեկավարի հարցը արդեն փաստացի լուծված է։ Այդ պաշտոնում կընտրվի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը, իսկ քարտուղարի հարցը դեռևս բաց է։ Հրապարակ թերթը գրում է. չնայած Նիկոլ Փաշինյանը վերջերս ասել էր, որ կառավարության կազմում փոփոխություններ չեն լինելու, սակայն մեր աղբյուրները ասում են, որ այնուամենայնիվ մի քանի փոփոխություններ կլինեն։ Մասնավորապես խոսվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեռանալու մասին։ ԲՏԱ նախարարությունում արդեն քննարկվում է այս թեման։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քրեական գործընթացը շարունակում է մնալ հանրային եւ քաղաքական քննարկումների առանցքում։ Ուշադրության են արժանի ոչ միայն առաջադրված մեղադրանքները, այլև ամբողջ գործընթացի կազմակերպման, իրավական տրամաբանության եւ ցուցադրական բաղադրիչը։ Երեկ հենց Ծառուկյանը կալանավորվեց, իսկ րոպեներ անց ԿԿ-ն տարածեց տեսանյութը, եթե իրավաբանները շուրջ 13 ժամ շարունակ գտնվել են առանձնատանը, ապա ինչու էր անհրաժեշտ ձերբակալության պահին 70-ամյա անձն եւ որևէ դիմադրություն չցուցաբերող Գագիկ Ծառուկյանին գետնին տապալել։ Եթե անձ այդ ամբողջ ընթացքում գտնվել է իրավապահների վերահսկողության ներքո, որն էր նման ուժի կիրառման անհրաժեշտությունը, Փաշինյանի սիրտը հովացնելու համար էր դա արվել։ Ստացվում է, որ դիմակավորված շոուն Արթուր Պողոսյանը բեմադրեց իր պաշտոնը պահպանելու եւ հնարավոր վերանշանակումը ապահովելու համար, սակայն իրավական հիմնավորումները թերի են։ Հրապարակ թերթը գրում է. ի թիվս այլ օբյեկտների նախորդին իրականացված խուզարկությունների արդյունքում իրավապահները կապարակնքել են նաև ՀԱՕԿ-ի շենքը։ Իշխանական քարոզչամեքենան էլ տարածում էր, թե հաստատությունում լայնածավալ ստուգումներ են իրականացվում։ Տեղեկացանք, որ ընդամենը 6 ամիս առաջ է ՀԱՕԿ-ում աուդիտ անցկացվել եւ էական խախտումներ չեն հայտնաբերվել, որոնք կարող են հիմք հանդիսանալ կազմակերպության գործունեության դադարեցման համար։ Սա եւս փաստում է, որ Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար։